Բարի օր Սուրեն, բարի լույս հարգելի հեռուստադիտողներ։ Լույս շողորը ճաշ է դարձել ժամը։ Քեզ բարի օր եմ ասում հեռուստադիտողներին բարի լույս։ Եվ տեղեկացնում, որ ժամը 15:30, բայց Կիրակի է օրը։ Այո։ Ինչ որ մեկի հետ պայմանավորվել ես, հասկացա։ Օրեր առաջ ինձ զանգահարեցին Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից եւ տեղեկացրեցին, որ այժմ մենք կարող ենք նրան նկարահանել։ Ազգային ժողովի պատգամավոր։ Ճիշտ ասած, ես մտածում էի, որ նա հրաժարական է տվել, բայց պարզվում է, որ ոչ։ Նո կուսակցություն էր հիմն է, ալյանս կարծում, հենց այդպես է կոչվում։ Գիտես, Տիգրանը ինձ դուր է գալիս, ինչով նա մեր պատգամավորները գիտես, կարդում են, իրենք իրենց մտքերը չեն կարողանում արտահայտել, ես մի քանի ելույթ եմ նայել Տիգրանից, նա բավականին ազատ շփվում եւ խոսում է։ Դա արդեն ողջունել է Դավիթ։ Սակավաթիվ գրագետ պատգամավոր։ Չնայած երևի դա կապված է նրա հետ, որ նա եղել է նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության մանդոխոսնակ։ Եվ երևի համապատասխան կրթություն է։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, չեն սպասում հարթումը։ Մենք պարոն Ուրիխանյանի հետ պայմանավորվել ենք, կարելի է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գիտեք չէ, որ մեզ չեն սպասում։ Բայց ձեզ հետ այնուամենայնիվ պայմանավորվեցինք, որովհետև ասացին, որ առանց զգուշացնելու չեն կարող նկարանել։ Այդուհանդերձ բարև եք եկել, ուրախ եմ շատ ձեզ տեսնել, համեցեք։ Ինձ հետաքրքիր դուք սիրում եք անսպասելի հյուրեր։ Եթե մենք անսպասելի գայինք, կարողանանք նկարանել, թե խնդիրներ կունենայինք։ Հաճելի մարդիկ միշտ սպասելի են եւ բերում են դերականը։ Այդ իմաստով կարծում եմ ամեն բան լավ կլինի եւ կլիներ դե ոչ ցանկալի մարդիկ անկախ սպասված եւ չսպասված լինելուց անշուշտ։ Դե շատերը կարծում են մեր հաղորդաշարը այդքան էլ հաճելի չէ, որովհետեւ կարող են լինել հարցեր, որոնց դժվար է պատասխանել կամ անհարմար է։ Այդուհանդերձ բարև եք եկել եւ ձեր բոլոր հարցերին պատրաստ եմ պատասխանել մեծ սիրով։ Մեր հարթման առաջին հարցը հետեւյալն է. սա ինչ տուն է, երբ է կառուցել, երբ է այստեղ տեղափոխվել, պատմությունը տան։ Եթե ավելի լայն տեսադաշտով տեսախցիկը վերցնի, մենք կհասկանանք, որ սա դեռևս նոր կառուցվող թաղամաս է, գրեթե զերոյից, բացարձակապես դատարկ տեղում։ Բայց ծառերը արդեն 2-3 տարեկան են։ Մոտ 2-3 տարի առաջ հենց սկիզբ առած, առաջին հատվածներից մեկը, որտեղ բնակվելու նպատակ ունեցող մարդու ոտք դրվեց մեր ուրեմն տարածքում էր եւ մեր ոտքներ աստիճանաբար փորձում ենք շունչ հաղորդել մասնավորապես մեր հատվածում եւ ընդհանուր առմամբ թաղամասում։ Ես ուրախ եմ, որ չնայած ծանր վիճակի մեր երկրում այդուհանդերձ կառուցվում են տներ, ընտանիքները տեղափոխվում են աստիճանաբար, փորձում են նոր թաղամաս ձևավորել եւ կարծես թե ստացվում է։ Ահա այսպես Կանաչապատելու խնդիրներ, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է, բայց ոտք արդեն դրել ենք։ Կա իհարկե կանաչապատելու խնդիր, կա բարեկարգելու խնդիր, շատ ցավոք սրտի ամեն ինչ այնպես մեկը կանաչապատում է, մյուսը փչացնում, ամեն ինչ այնպես չէ, ինչպես կարող էր լինել, բայց շատ ավելի լավ է, քան եւ շատ այլ դեպքերում։ Այո, մեր ծառերի տարբեր իր համար հասանելի իրերի ոչնչացնող մեր այսպես ասած բարեկամ եւ տարածքի պահապան Գերան է
Գնանք առաջ։ Կամեցեք։ Դեպի ուր։ Այսքանն է դեպի ուր ցանկանալ։ տան հետևում այգի ունեք մեծ։ Տան հետևում ունենք շատ փոքր այգի։ Փոքր այգի։ Լավ, եթե այստեղ ոչինչ չկա մեզ ցույց տալու, գնանք միանգամից տուն։ Դուք եք սպորտով զբաղվում, իդեպ մասնավորապես բասկետբոլ, հա։ Դժվար է ասել Այ հետաքրքիր կներ դժվար է ասել սպորտ չստելու համար, հա, կա ցանկություն երբեմն գնդակ գցելու, Ուր է գնդակը, տեսնենք ով մեզնից կգցի։ կկազմակերպենք անպայման։ Բասկետբոլը այն սպորտաձևն է, որը ես նախասիրել եմ, որին նախապատվություն եմ տվել, ուսանողական տարիքում եւ ժամանակահատվածում նույնիսկ կազմակերպել եմ բուհական, միջբուհական, այսպես սիրողական մրցումներ եւ այլն, ու հիմա ինձ թվում է, որ ես դեռ էլի կարող եմ եւ դեռ էլի կարող եմ ազատ ժամանակս օգտագործելով գնդակը նետել օղակի մեջ, փորձենք կտեսնենք։ Մի օր թողնեք քաղաքականությունը եւ գնաք դեպի սպորտ։ Կարող եմ մի օր թողնեմ քաղաքականություն եւ ունենամ ազատ ժամանակ, սեփական տան, սեփական բակում տեղադրված օղակի մեջ գնդակ նետելու համար, ասածս որն է, որ ես այդ հաճույքից դեռ չեմ հասցնում օգտվել։ Գնացինք առաջ։ Գնացինք։ Եվ կարծում եմ կպատասխանեք իմ այն հարցին, թե ինչու մտաք քաղաքականություն։ Եվ հիմա շատ ագրեսիվ եք քաղաքականության մեջ, որքանով որ ես հասկանում եմ։ Հիմա նախընտրական շրջան է։ Գիտեք, ինձ շատ դժվար է լինելու մեր ձեզ հետ հաճելի շփման ընթացքում պահպանել եւ հաղորդման, ինչպես արդեն ընդունված է ասել, այս մոտ 1-1.5 ամիս առաջվանից ընդունված է ասել, պահպանել հաղորդման դրայվը եւ միևնույն ժամանակ լուրջ պատասխաններ տալ։ Դե լուրջ է, ես տեսել եմ, որ նենց լավ ոմանց սպորտը տեղը դնում եք, այնպես որ մի քիչ կոռեկտ կլինեմ։ Միշտ չի, որ մտնում ես այնտեղ, որտեղ ցանկանում ես, եւ շատ ժամանակ մարդիկ եւ տարածքայինորեն եւ իրավիճակային իմաստով երբեմն մտնում են այնտեղ, որտեղ ցանկալի չէ։ Ինձ հետ այդպես ստացվեց, ինչպես ասում եք, քաղաքականություն մտնելիս, թե բայց դուք այսպես առաջին հաշվից շատ հավասարակշռված մարդ եք, բայց վերջերս ինչ որ լուրջ բաներ տեղի ունեցան։ Վերջին հայացքից, թե վերջի շրջանում։ Վերջի շրջանում։ Ես կարծում եմ, որ մարդը պիտի ունենա բավարար էմոցիոնալ դաշտ ու հնարավորինս լայն շրջանակներ, ներքին էմոցիոնալ շրջանակներ, որտեղ պիտի տեղավորվեն զգացմունքներ նաև արտահայտելու համար։ Մարդը պիտի կարողանա հավուր պատշաճի սիրել, հավուր պատշաճի հարգել, հավուր պատշաճի տածել տարբեր զգացմունքներ, հավուր պատշաճի ջղայնանալ պետք եղած ժամանակ, adekvat մարդը ջղայնանալու առիթի ժամանակ պիտի ջղայնանա, բա ոնց, ես ուրիշ կերպ չեմ պատկերացնում։ Այս տունը կառուցելուց բանվորները ձեզ հունից հանել են։ Բարեբախտաբար իմ շփումը բանվորների հետ եւ արհեստավորների հետ նվազագույնի է հասցված եղել, իմ շատ սիրելի հարգելի իմ բարեկամ օգնականների շնորհիվ։ Գնանք տուն։ Համեցեք։ Եթե կարելի։ Համեցեք։ Ովքեր են ձեզ հետ միասին ապրում։ Ընտանիքիս անդամները։ Ընտանիքիս անդամները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք քնների ջան։ Ձեր կինը հայերեն է խոսում արդեն։ Իհարկե։ Եվ վաղուց։ Ու ամենակարևորը, որ ի սկզբանե հասկացել է հայերեն, մինչև արտահայտվելու հնարավորություն ունենալը նաև։ И каково быть замужем за депутата? Это уже привычный вопрос. Привычный, непривычный, но я замужем не за депутатом, а за любимым человеком. О, хороший ответ, спасибо. Քանի տարեկան է փոքրիկը։ Սպասենք մինչև ինքը պատասխանի, թե մենք։ Քանի տարեկան ես։ Բարեբախտաբար դեռ տարեկան չէ։ 6 ամսեկան է, մի փոքր ավել։ Բայց շատ խոշորը 6 ամսեկան է ահա։ Ունենք այլ ինչ ունենք բառի լավ իմաստով։ Անունը։ Համեցեք, Լևոն։ Լևոն, շատ լավ։ Ես տեսնում եմ, որ դուք այն ամենանիվ սպորտով զբաղվում եք։ Դրանք բոլորը պատրանք են։ Պատրանք։ Տպավորություն ստեղծելու հանգամանքներ։ Չարժի դրա վրա շատ կենտրոնանալ։ Իսկ Ալյանս կուսակցությունը։
Ալյանս կուսակցությունը շատ սպորտային վիճակի մեջ է։ Գնանց։ Ինչու ստեղծվեց Ալյանս կուսակցությունը եւ ինչ նպատակներ ունի։ Կես կատակ, կես լուրջ այդ հարցին պատասխանելիս կարծում եմ ճիշտ է ասել, որ եթե ոչ Ալյանսը բայլով ստեղծվեր։ Չգիտեմ, շատ կուսակցություններ բացվում են, սկզբից շատ ակտիվ են, խոստումներ են տալիս, իդեպ նմանատիպ խոստումներ։ Եվ ապա մի որոշ ժամանակ անց այդ ամենը մարում է, ինչ որ մի բան ստանում են եւ կոպիտ ասեմ, սսկվում են։ Դառնում են կառավարության անդամ, կողակից, չգիտեմ։ Ամբողջ հարգանքով բոլոր գործընկերներիս նկատմամբ, բայց կարծում եմ կուսակցությունը ճիշտ կլինի ոչ թե բացվի, ինչպես ասացիք, այլ հիմնադրվի։ Եթե այն հիմնադրվում է, եթե այն իրապես ստեղծվում է, ճիշտ այնպես ինչպես պիտի ստեղծվի մարդկանց ցանկությամբ, հիմնադիրների, ինչ որ մի գաղափարակից խմբի կամ գոնե իրար հետ որևէ պատճառով, գոնե աշխարհայացքի համադրելիության պատճառով ընկերակից խմբի, ապա նա իրավունք ունի եւ ստեղծվելու եւ գոյություն ունենալու եւ այնուհետեւ պահպանելու իր գոյությունը։ Որն է Ալյանսի գաղափարախոսությունը։ Ինչ վերաբերում է կառավարություն դառնալուն, դա շատ նորմալ երևույթ է, եթե ստեղծվում է կուսակցություն, հենց կուսակցության քաղաքական մարմնի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, ապա այն ստեղծվում է իշխանություն նվաճելու համար։ Բա կուսակցությունները ոչ են ստեղծվում ուրիշ բանի համար, այլ բան է, որ երբ որ ստեղծվող կառույցը հակադրվում է կառավարող կուրսի հետ, կառավարող կուրսը իրականացնողների հետ, այնուհետև անբացատրելի ինչ որ մի պատճառով, անբացատրելի ինչ որ մի իրավիճակում հանկարծ համաձայնում է եւ կիսում է, այսպես ասած, բլիթից օգտվելու հաճույքները։ Այլ բան է, երբ կուսակցությունը գալիս է փոփոխության ալիքի վրա, իրականացնում է փոփոխություն եւ գործադիր իշխանության կամ առհասարակ իշխանության մաս կազմելիս պահպանում է այն, ինչին հավատացել է։ Այսինքն, եթե մենք համաձայն չենք այսօրվա իրականացվող քաղաքական կուրսի հետ, քաղաքական մեծամասնության իրականացվող կուրսի եւ նրանց, այսպես ասեմ, գործընկեր ուժերի կողմից, ուրեմն մենք կառավարման մաս կարող ենք դառնալ միմիայն այն դեպքում, եթե մենք կառավարելիս այդ անհամաձայնությունը պիտի դրսևորենք։ Ու ընդ որում ոչ միայն դեկլարատիվ, կոնկրետ գործողություններով։ Կառավարության նիստի ժամանակ, ասենք, ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ նախարարը պիտի քվեարկի դեմ այն որոշմանը, որին նա համաձայն չէ։ Այսպիսի բան մեր երկրում ցավոք սրտի տեղի չի ունենում։ Մենք շատ կուզեինք, որ տեղի ունենար։ Այդ նպատակով է Ալյանսը ստեղծվել։ Օգտվեմ արդից, որ շունչ քաշեցիք եւ հարցնեմ գրադարանի մասին, սիրելի հեղինակի կամ սիրելի գրքի մասին։ Սա այն գրադարանի մի մասն է, որի վրա տարիներ ծախսելու արդյունքում ես կոտրեցի աչքերս եւ հետո 3 անգամ ենթարկվեցի վիրահատությունների։ Ուստի այդպիսի հեղինակներ այստեղ շատ են։ Շատ են, բազմաթիվ են, բազմապիսի են։ Ժանվերնից սկսած էժենսիով ավարտած ներառյալ Շիրվանզադե, Թումանյան եւ այլն։ Բայց արդյունքը ակնհայտ է, դուք այն քիչ падգամավորներից եք, որ թերթից չի կարդում, այսինքն թղթից չի կարդում, այլ կարողանում է հանգիստ շփվել եւ խոսել։ Երևի պատճառներից մեկը շնորհակալ եմ գնահատականի համար։ Չէ, ես անկեղծ եմ դա ասում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի եւ կառավարության մեջ եւ падգամավորների մեջ եւ պաշտոնյաների մեջ չկարդացող թղթից իրենց միտքը, սեփական միտքը սահուն արտահայտող մարդիկ քիչ կան։ Երբեմն ինձ դրա համար քննադատում են, ասում են իր խոսքերը միշտ այսպես Սառնարանից մի հարգարժան հեղինակ մի թերթում վերջերս գրել էր, նման են Սառնարանից հանած պատրաստի բառակապակցությունների։ Հիմա ես փորձում եմ այդ ֆուտուրիստական ելևէջների մեջ գտնեմ համադրելիությունը խոսքերիս, այդուհանդերձ կատարելագործելու խնդիր կա իհարկե։ Ես գիտեմ, որ դուք զանգերի հավաքածու ունեք հետաքրքիր եւ կարծում եմ 1-2 զանգի մասին կխոսեք, եթե կա այդպիսի հետաքրքիր օրիգինալ զանգ։ Ամենահետաքրքիր զանգը սա է։
որը հայտնվել է մեր հավաքածուում սրանից մոտ 50 տարի առաջ, երբ ես դեռ գոյություն չունեի եւ գոյությունս եւ պապիկս եւ գոյությունս նույնիսկ կարելի էր կասկածի տակ դնել, նա զբաղեցնում էր բավականին բարձրաստիճան եւ պատասխանատու դիրք մեր պետության մեջ եւ եթե չեմ սխալվում, թե Խորհրդային Միության դեսպանը Հնդկաստանում, թե Հնդկաստանի դեսպանը Խորհրդային Միությունում, բայց ինչ որ մի դիվանագիտական կարգավիճակ ունեցող հնդկաստանցի այս զանգը նվիրել էր իրեն, որից հետո էլի զանգեր են առաջացել աստիճանաբար, հետո ես շարունակել եմ հավաքածուի ընդլայնման գործընթացը, այստեղ կան շատ քաղաքական զանգեր, ձեզ հայտնի եւ ժողովրդի կողմից ընդունվող ու չընդունվող տարբեր գործիչների կողմից նվերներ, ինձ հարազատ շատ մարդկանց կողմից, ընկերական շրջապատս գիտի, որ որևէ երկրում լինելիս անպայման անհրաժեշտ է վերադառնալ զանգով, թե չէ հետո պատասխան։ Անուր Իխանյան, ազգային ժողովի դեպ ում ելույթներն են ձեզ անընդհատ նյարդայնացնում, որ տանել չեք կարողանում նրա ելույթը։ Չկան այդպիսի ելույթներ։ Թե շատ էր։ Չկան այդպիսի ելույթներ։ Լուր։ Նորմալ է, ես հանդուրժող եմ։ Այո, ազգային ժողովում ելույթներին հանդուրժող եմ, որտեղ դա աշխատանքային միջավայր է եւ ելույթ ունենալը, այդ թվում ելույթ ունենալը գործընկերներիս աշխատանքային պարտականությունների մեջ է։ Գրեհիկ արտահայտություններով, փողոցային լեզվով այնտեղ ելույթ են ունենում եւ անիմաստ անհեթեթ բաներ են խոսում, կա չէ՞ այդպիսի բան այն ամենայն։ Եկեք մի տարեք ինձ պրովոկացիոն դաշտ, բայց այո, կան այդպիսի բաներ։ Տանում ենք դեպի զենքերը։ Կրակում են, թե բուտաֆորիա է։ Ոչ, մակետներ են, անշուշտ մակետներ են։ Հետևաբար ոնց որ թե չեն կրակում։ Բայց կարծեմ դուք իրավունք ունեք զենք կրելու։ Պատգամավորները իրավունք ունեն զենք կրելու, զենքի եւ ինքնապաշտպանական միջոցների մասին օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, պարզապես դրա համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակ, համապատասխան գործառույթ, համապատասխան նախասիրություն, օրինակ յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել որսորդ եւ ստանալ որսորդական զենքի իրավունք։ Մինչեւ դուք որոշեք թե ինչ եք մեզ ցույց տալու, ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ այս հաղորդումը եթեր գնալուց մեկ շաբաթ անց կարող են դիտել Չէին սպասում ԿՏՄ կայքում եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր բոլոր մյուս հաղորդումները։ Դե ցույց տվեք ինչ ունեք այստեղ։ Այստեղ ունեմ ընտրանի այն բազմաթիվ իրերից, որոնք տարբեր ժամանակներում հավաքել եմ եւ շարունակում եմ ելի հավաքել։ Ընտանեկան ավանդույթ հանդիսացող կրակայրիչներ, կրենական պիտույքներ, աքսեսուարներ, գրիչներ մասնավորապես եւ ժամացույցներ հիմնականում գրպանի, ձեռքի խորհրդային արտադրության հիմնականում սա պապիկից եկած հարստությունն է։ Սա նաև ընտանիքում տարբեր անդամների ներդրմամբ, այսպես ասեմ, սկսած բան է, ինչը ես փորձում եմ շարունակել եւ որոշակիորեն շարունակում եմ։ Հավաքել սիրում եմ տարբեր բաներ։ Ամենակարևորը խոստումներ, որոնք ինձ տալիս են տարբեր մարդիկ, այստեղ չի լինում դա պահել։ Արանքներից ճեղքերից թռնում են դուրս, կորում են։ Դրանք պահում եմ հատուկ տեղ։ Պատգամավորները խոստումներ տալիս են եւ ուղղակի տալիս են։ Այստեղ պահում եմ այն, ինչը կարելի է ցուցադրել, այն ինչը ինչ որ մի բանով կապված է, յուրաքանչյուր առարկա այստեղ դրված ինչ որ մի ասոցիացիաներ ունի, իր հետ կապվող եւ հաճելի ասոցիացիաներ։ Իսկ ձեր ասացի մասով դուք գիտեք ինչպես պարզել, երբ է պատգամավորը սուտ ասում։ Աչքերի մեջ նայել, հա։ Ոչ։ Թե ինչքան ճոռոմ խոստում է, այդքան մեծ սուտ է։ Ոչ, պատգամավորը սուտ է ասում, երբ նրա շուրթերը շարժվում են։ Անեկդոտ շատ հետաքրքիր։ Այս կողմում ինչ ունենք։ Այս կողմում ինձ վերաբերող ոչինչ չունենք, այս հավաքածուի մի մասը եւս մի մասն է հավաքածուի, այսպես ասեմ, բացարձակ տիրապետություն այս հավաքածուի նկատմամբ դրսևորում է մայրս եւ կինս, այնպես որ սրա մասին ավելի շատ կանայք կպատմեն,
Ես կարող եմ հուշանվերների մասին խոսել միայն։ Պարոն Ուրիխանյան, կուսակցություն պահելու համար, նաև ինձ թվում է հիմնելու համար միջոցներ են հարկավոր։ Ես տեսնում եմ, որ դուք բավականին համեստան մեջ եք ապրում։ Որտեղից այդ միջոցները։ Իսկ դուք ինչ է մտածում եք, որ իմ տան միջոցները պիտի կուսակցության համար ծառայեն։ Գուցե պապիկը, որ Հնդկաստանում դեսպան է եղել, ժառանգություն է թողել եւ այլն, որտեղից։ Պապիկը չի եղել, Հնդկաստանի դեսպանն է, պապիկին նվեր արել։ Կամ եթե ես ունենայի ժառանգություն եւ անձնական միջոցներ, ընդ որում ես երբևէ աղքատ չեմ եղել, Փառք Աստծո, առանձնապես ունևորել չեմ եղել, բայց հայաստանյան պայմաններում ինձ համարում եմ բավականին նորմալ սոցիալական կարգավիճակի եւ գտնում եմ, որ դա օբյեկտիվ է, որովհետեւ 18 տարի վաղ պատանեկության շրջանից 18 տարի անընդմեջ աշխատող մարդու համար նորմալ սոցիալական կարգավիճակը նույնիսկ Հայաստանի պայմաններում adekvat իրողություն է։ Իսկ աշխատել եմ ես լավ, աշխատել եմ շատ, աշխատել եմ ծանր, աշխատել եմ պատասխանատու դիրքերում, բավականին բարձր աստիճանի դիրքերում։ Միանգամից հարց տա, առնվազն դա իմ կենսագրությունը աշխատանքային պիտի ինձ տար հնարավորություն ապահովված լինելու, բայց դա իրար հետ խառնելը սխալ է։ Իմ անձնական միջոցները երբեք չեն ծառայելու կուսակցություն պահելու վրա, դա բացարձակապես այլ բան է։ Հարց ունեմ թողեք։ Ինչ եք արել մինչև այսօր ձեր ընտրողի համար։ Ճիշտ կլինի, որ ընտրողը այդ հարցին պատասխանի, որովհետև կարող է մարդիկ ասեն ոչինչ եւ կստացվի ոչինչ անկախ նրանից, թե ինչ եմ արել ես։ Բայց ես կարող եմ թվարկել իմ գործառույթների մեջ ինչ եմ մտնում։ Կարճ, եթե կարելի։ Կարճ։ Օրենսդիր գործունեություն, երևի 20-25-ից ավելի օրենքների հեղինակ։ Այո։ Բայց դրանից մեր կյանքը չլավացավ։ Չգիտեմ, մի հատ ուսումնասիրեք, հələ տեսեք, կարող է լավացել է ինչ որ դեպքերում։ Դուք անընդհատ կարմիր գծերի դեմ եք պայքարում, բայց կարմիր գծերը շարունակում են մնալ։ Ինչ լավ է, որ դուք ասոցիատիվ գիտակցում եք, թե իմ արածից ինչ է դուրս եկել, ինչ է ստացվել։ Երկրորդ, վերահսկողական գործունեությունն է, վերահսկողական, որովհետև իմ աշխատանքային օրվա զգալի մասը բաղկացած է հազարավոր, հարյուրավոր դիմումների հիման վրա կամ իմ տեսածի հիման վրա պետական կառույցներին թափ տալ ու պետական պատասխանատուներին թափ տալ 3 բառի համար, որ աշխատեն առավել արդյունավետ։ Դրանից վստահաբար պիտի ասեմ շահել են, եթե ոչ հազարավոր, ապա մի քանի 100 քաղաքացիներ այս մի քանի տարվա ընթացքում եւ վերջապես դիվանագիտական գործունեությունն է։ Վաղը չեմ ուսորը ձեր խոնար ծառան մեկնելու է Սանկտ Պետերբուրգ միջխորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովի նիստին, որտեղ պիտի վերջապես ընդունվի 5 տարի ծամծմած ու մշակած ԱՊՀ պետությունների տարածքում մշակութային ժառանգության մասին կոնվենցիան։ ԱՊՀ տարածքի մեջ մտնում է նաև Ադրբեջանը, չգիտեմ բարեբախտաբար թե ցավոք սրտի, նաև իրենց տարածքում մենք ահռելի մեր ազգը թողել է ահռելի մշակութային մասնավորապես ժառանգություն, այն ոչնչանում է։ Եվ ես հիմա խնդիր ունեմ, որպես կոնվենցիայի համահեղինակ, աշխատանքային խմբում միակը բովանդակություն տված ծավալուն բովանդակություն, խնդիր ունեմ անցկացնելու այդ կոնվենցիան, որով նրանք եւ մյուս պետությունները պարտավորվելու են հաշվառել, գույքագրել, ապահովագրել եւ բավարարված եմ լիովին պատասխանով։ Ինչ ֆիլմեր եք նայում, ինչ երևույթ եք լսում։ Հաճելի, լավ, հաջողված, դրական իմաստով ֆիլմեր եւ երաժշտություն։ Մենք ունենք ժանրային սահմանափակումներ չկան, կարևորը Հայաստանի Հանրապետությունը ունի լավ կինոարտադրություն ըստ ձեզ։ Ըստ իս ակնկալում եք, որ պատասխանը լինի տարբերվող մնացած բոլորից։ Դե միևնույն է, ես ինչ հարց տալիս եմ, դուք գնում եք այն ուղղությամբ, որը ձեզ հարկավոր է եւ պատասխանում եք այն հարցին, որին կցանկանայիք պատասխանել։ Հայաստանի Հանրապետության բաց թողումների մասին չեմ ուզում ասել։ Այ որ ասեք կինոարտադրության պատասխանատուները, կինոստուդիան սեփականացրածները, հեռուստատեսությունների, այդ թվում արտադրող ստուդիաներին տիրապետողները, հաջողված ֆիլմեր արտադրում են, թե ոչ սիրով կպատասխանեմ, իհարկե ոչ։ Չէ, հեռուստատեսության մասին վերջերս դուք կոմենտ արեցիք շատ սուր, հանրային իմաստների իհարկե խոսքը։ Մասնավորապես։ Այո։ Երբեմն հաջողված բաներ լինում են, այո, ինչ խոսք։ Առանձին դրվագներ, առանձին էպիզոդներ, բայց մեծ հաշվով ինչ կինոարտադրություն Հայաստանի Հանրապետությունում։ Ցավոք սրտի
ի հեճուկս երբեմնի պանցալի արդյունքի, որը տալիս էր Հայֆիլմ կինոստուդիան։ Ահա, եւ մենք բարձրանում ենք երկրորդ հարկ։ Այստեղ հետաքրքիր նկարներ ունենք, ովքեր են հեղինակները։ Այս եգիպտական պապիրուսի հեղինակը Սամվելն է, որպես ինձ մտերիմ անձնավորություն եւ աշխատակազմից ներկայացուցիչ, անակնկալ մեզ պարգևեց ինչով մի օր գիշերը մթանը, երբ որ լույս չկա, այստեղից անցնելով տանեցիների հետ նկատեցինք, որ ուրեմն պապիրուսի վրա պատկերված է ոչ թե ծառ, այլ կատու։ Հիմա որքանով էլ որ պարադոքսալ է ասածս զարմանալի եւ ոչ հավատալի, բայց այդպես է։ Համեցեք մի օր գիշերը, համեցեք մի օր գիշերը կտեսնենք։ Դա պարոն Միխանյան, ո՞նց մեր երկիրը ոտքի կանգնացնենք։ Ազնիվ, պատասխանատու, աշխատելու ունակ, սիրտ, հոգի, կամեցողություն, դիմացինի փոխարեն սեփական անձը դնելու ունակ մարդկանց որոշիչ դարձնելով, որոշումների դաշտ բերելով։ Այսինքն պետք է սիրել ժողովրդին։ Այսինքն պետք է նախ եւ առաջ լինել պարկեշտ անձնավորություն, ունենալ համարժեք հոգեկերտված, այնուհետև մասնագիտական կարողություններ, իսկ պարկեշտ մարդը չսիրել մերձավորին, մարդուն, իր նման արարածին եւ առավել եւս ժողովրդին, ումից ստանում է տվյալ հաստիքում աշխատելու որպես կառավարիչ, ղեկավար, պաշտոնյա լիազորություն չի կարող, նորմալ մարդը չի կարող, նորմալ մարդկանց բերեք որոշումների դաշտ, նորմալ մարդկանց դարձրեք մոդայիկ ու տվեք հնարավորություն Պարոն Ուրիխանյան, մինչև այդ կերակրամանին հասնելը կարծես թե բոլոր ազնիվ են ներկայանում, ազնիվ նպատակներ ունեն, հենց հասնում են այդ կերակրամանին, միանգամից փոխվում են մարդկային որակները եւ տեսակը։ Ես նկատել եմ դա արդեն մոտարապես 2, 3, 4 ընտրություններ։ Այս հարցը ունի մեկ պատասխան, ըստիս մեկ։ Իսկ դուք ինչպես կանեիք։ Ես չեմ ձգտում դեպի այդ կերակրամանը։ Ուրեմն չձգտողներին, հիանալի բան եք ասում, չձգտողներին բերեք։ Չձգտողներին, այո։ Իսկ ով ասաց, որ իշխանություն պիտի տա ժողովուրդը նրանց, ովքեր պատառոտում են իրենց այդ իշխանությանը հասնելու համար։ Միջալոց նոր վարչապետ, նոր նախարարներ, ձեր գնահատականը։ Պատառոտել բառից հիշեցիք դա, թե ինչպես։ Չէ, ուղղակի։ Գնահատականս հետևյալն է։ Ես կուզեի, որպեսզի Հայաստանի կառավարությունը ֆունկցիոնալ գործառույթներ իրականացնի, երկրի ղեկավարմամբ զբաղվի։ Եվ չեմ տեսնում վերադասավորումների ներիշխանական ռեստրուկտուրիզացիայի մեջ չեմ տեսնում հեռանկարային ընդհանրապես որևէ մոտեցում վերաբերմունք։ Պատահական չէր, որ առաջին հարցը գործող վարչապետին լիագումար նիստի ժամանակ տվեցի հենց այդ իմաստով։ 2-3 ամիս հետո դուք ինչ եք անելու, կարող է մի առաջարկ ստանաք լավ աշխատանքի տեղափոխվեք, որովհետև ես չեմ տեսնում հեռանկար 6 ամիս հետո գործող կառավարության մնալու իմաստով։ Հետևաբար չեմ կարողանում ընկալել, թե ինչ են նրանք պատրաստվում մատուցել երկրին ու ժողովրդին 6 ամիս հետո։ Այս իմաստով մոտեցումն անլուրջ է։ Պարոն Միխանյան, դուք շատ հաճախ խոսում եք արդյունավետ կառավարման մասին։ Ավելի հաճախ անարդյունավետ կառավարման մասին։ Այո, բայց ո՞րդ եք տալիս արդյունավետ կառավար։ Դուք ձեզ ո՞ր պաշտոնում եք պատկերացնում։ Ոչ մի։ Բա ո՞նց կլինի։ Ես երջանկության մեջ կլինեմ, իմ կյանքը ավելի հաջողված կլինի, կարծում եմ, եւ ինչ իմաստով մեկ անգամ ֆիզիկական անձին մեկ անգամ Աստծո կողմից տրված կյանքը կօգտագործեմ ժամանակային իմաստով ու հնարավորություններից կօգտագործեմ ընտանիքիս, ընկերներիս հետ շփվելու վրա, ասենք ինչ որ ձեռնարկատիրությամբ զբաղվելու վրա, հարստանալու, սեփական կյանքը բարեկարգելու, ինչպես բոլոր մարդիկ, այդ թվում նաև դուք։ Իսկ պետական կառավարման համակարգում, այն էլ ծանր կացության մեջ գտնվող երկրի կառավարման համակարգում, դա բացառապես պատասխանատվություն է։ Մենք հիմա գտնվում ենք միտեղ, որտեղ մեր անձնական սենյակներն են, այդ թվում ննջասենյակները եւ կարծում եմ ձեզ ավելի շատ կհետաքրքրի այս դուռը, որը դուք կարող եք բացել։ Իհարկե։
Ահա, աշխատասենյակ։ Փաստորեն այս ձեր պատասխանից կարող եմ ենթադրել, որ դուք երկրի ղեկավարի դերում ձեզ չեք տեսնում։ Առնվազն ես չեմ այն տեսնող չտեսնողը, որը պիտի տեսնի կամ չտեսնի եւ պատասխանի այդ հարցին։ Ժողովուրդը հանրությունը պիտի որոշի։ Ես իհարկե ոչ, ես չեմ տեսնողը։ Ընտանիքի դուք պատրաստ եք լինել ժողովրդի ծառան մի խոսքով։ Այդպես պատասխանեցիք։ Մերձավոր բարեկամների լուսանկարներն եք հիմա պատկերում, իսկ ծառա լինել պատրաստ չեմ, բայց ծառայել պատասխանատվությամբ պարտականություններս կատարելով իհարկե։ Չէ, մոդայիկ է դարձել քաղաքական գործիչները հիմա ասում են մենք ձեր ծառան ենք ժողովուրդ։ Չէ, մենք ծառայում ենք ձեզ։ Ես ոչ մեկի ծառան լինելու անկեղծ ասած ցանկություն չունեմ դեմոկրատական հասարակարգում ապրելու ընթացքում։ Փոխաբերական հիմա բայց ծառայել անշուշտ պատրաստ եմ։ Մրցանակներ, մեդալներ, հա? Մրցանակներ չկան, մեդալներ կան, այո, եւ որն է ամենա արժեքավորը ձեզ համար գնահատականի առումով, որ գնահատել են ձեզ։ Որպես գնահատական չեմ կարող ասել, բայց շատ արժեքավոր է Մինսկի մարաթոնի հուշամեդալը։ Որ մեկն է։ Առաջից առաջինը։ Պարոն Իխանյան, հարստանալուց եք խոսում, ենթադրում եմ, կարող է վարկերում եք։ Բա ես նորմալ մարդ եմ, նորմալ հայաստանցի եմ, իհարկե։ Վարկեր ունեմ, բազմաթիվ վարկեր ունեմ, սպասարկում եմ այդ վարկերը տոկոս մարելու իմաստով երկար տարիների իհարկե։ Սա լուրջ խոսակցություններ ունեք։ Ինչպես բոլոր հայրենակիցներս եւ մի օր ազգային ժողովի ամբիոնից, երբ քննարկում էինք կենտրոնական բանկի գործառույթները, այսպես ասած, հանդես եկա մի քննադատող ելույթով, ուրեմն ինձ կառավարող թիմը ներկայացնողներից մեկը այդ կենտրոնական բանկի, ասենք, ղեկավարը, այսպես ասեմ, մարդկանց կոչենք իրենց պաշտոններով, ասաց, այ ես հո չեմ բացահայտում գաղտնիք ձեր ավանդների մասով, եւ այն պատասխանը, որ ես ամբիոնից հնչեցրեցի, ավանդների բացակայության իմաստով, ասել է թե ձեր կողմից ղեկավարվող բանկերում ես միայն վարկեր ունեմ, իրականության ամբողջովին համապատասխանում է, այո։ Պարզեպ այստեղ հետարքիր եմ տեսնում, ես խնդրում եմ ներկայացնեք, իսկ մինչև ներկայացնելը եւս մեկ անգամ հիշեցնել մեր հեռուստադիտողին, որ այս հաղորդումը կարող են դիտել չեն սպասում KTM կայքում, եթե գնալուց մեկ շաբաթ անց եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր մյուս բոլոր հաղորդումները։ Ժիրինովսկին է հա ձեզ հանդիպել եւ ժամացույց նվիրել։ Ճիշտ ասած, այնպես ստացվեց, որ ես հանդիպեցի իրեն, բայց այո, ինքը նվիրեց այդ թվում։ Ժիրինովսկին նվիրեցածին։ Մեկը ձեզ եմ նվիրում հենց այս պահին։ Տարբեր տարիների ընթացքում տարբեր մտքեր հոդվածների տեսքով, որոնք զետեղվել են մեկ վայրում, անվանական ժամացույցներ են այստեղ հիմնականում, այո, տարբեր առիթներով։ Պարոն Իխանյան, ամենամեծ սուտը, որ ասել եք ձեր կյանքում, ո՞րն է եղել։ Ցավով պիտի նշեմ, որ դրանք շատ են եղել, բայց դրանք եղել են այն ոչ լիարժեք կայացած գիտակցության ժամանակահատվածում, պատանեկության տարիներին, խորը երիտասարդության, չգիտես հիմա եմ երիտասարդ դեռ ոնց որ թե աղջիկներն եք խափում թե ընտրողներին։ Եվ եթե լուրջ, հիմա կասեմ, անձնական ազատության խնդիր ունեմ, ստի հետ կապված։ Ես չեմ ուզում եւ չեմ ստիպված որևէ մի բան ասել, որը պարտավորված չեմ ուզում։ Սուտ չասելը ոչ թե լավ թե վատ լինելու հատկանիշ, այլ անձնական ազատության խնդիր է։ Ինչի պիտի ես որևէ մեկին սուտ ասեմ։ Աղջիկներին սուտ ասեմ, որ ինչ անեն, ինձ սիրեն, ինչի սիրելու քիչ բան կա։ Ընտրողներին սուտ ասեմ, որ ինչ անեն, որ ընտրեն, ինչի ընտրելու քիչ առիթ կա։ Ապրել է պետք այնպես, որպեսզի ստելու համար չսահմանափակես քո ազատությունը։ Եվ նույնիսկ իմ գործավար օգնականին հրահանգված է, եթե մարդ է զանգահարում աշխատասենյակում, չի կարելի ասել նա տեղում չէ, օրինակ, եթե ես տեղում եմ։ Տանտունված բան է։ Ավելի լավ է ասել, որ նա չի պատրաստվում պատասխանել հեռախոսազանգ։ Ես ստիպված չեմ ու չեմ լինելու սուտ ասել։ Դրա համար այդ որ ասում եք մեծ, փոքր,
Հիմա առանձին գլուխ գովալու առիթ չդառնա։ Եկեք այսքանով սահմանափակվենք, կարծում եմ հասկացան։ Գնանք այն կողմ եւ տեսնենք ինչ ունեք այնտեղ եւ ես հարց ուղեմ ձեզ, հա։ Ձեզ համար ով է Հայաստանի Հանրապետությունում լավագույն քաղաքական գործիչը, ըստ ձեզ ով է։ Եթե կան, չգիտեմ, միգուցե չկա։ Կան լավերը կան, իհարկե, բայց եթե ես հիմա մեկին նշեմ, դժվար հետո նա իր վարկանիշի կտրուկ թռիչքի համար ինձ վարձահատույց լինի։ Կան այդպիսի մարդիկ, իհարկե, կան կրկնօրինակելու առիթ տվող մարդիկ եւ հարգանքի արժանի մարդիկ։ Իսկ եթե մեծացնենք փակագծերը, ոչ միայն Հայաստան, աշխարհում ըստ ձեզ լավագույն քաղաքական աշխարհում էլ կան, աշխարհում էլ են եղել, կլինեն։ Այնպես որ կան իհարկե լավ մարդիկ, շատ կան լավ աշխատող մարդիկ, շատ կան քաղաքականության մեջ էլ կան, Հայաստանում էլ կան։ Դե հիմա ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ։ Հին հեռախոս աշխատում է։ Այո։ Հին հեռախոսը մեծն ակադեմիկոս Վինոգրադովի հեռախոսն էր, որը վախտի բերմամբ այնուհետև ինձ հասավ Սովետական միության գիտությունների ազգային ակադեմիայի շենքից, այսպես։ Ինչ ճանապարհներով չեմ ասի։ Պարզ է։ Ինչով եք հպարտանում, պարոն Ուրիխանյան։ Ընտանիքովս։ Ընտանիքիս անդամներով առանձին եւ իրանց ընտանիքի անդամը լինելու պատվով, ընկերներովս, ընկերներիս ընկերը լինելու պատվին արժանանալով, մնացած ամենը այդ դրա համեմատ երկրորդական է։ Ամենամեծ դասը ո՞րն է եղել։ 37-ից ավելի տարվա ընթացքում ստացած դասը, ճիշտ այդքան ես ապրում եմ։ Կյանքի։ Գնանք առաջ, եթե այստեղ ցույց տալու ինչ-որ մի բան չունենք։ Իդեպ այդ չերկիզվող պարանում ինչ եք պահում։ Տարբեր բաներ։ Կուսակցության գումարները տարբեր բաներ։ Չէ։ Ձեր կուսակցության դոնորները ովքեր են։ Ռուսաստանը, Ամերիկան, եկեք այսպես։ Ոչ կուսակցությունը կարող է իմ ունեցվածքի կամ փողերի հետ կապ ունենալ։ Ոչ ես կարող եմ կապ ունենալ առավել եւս հիմա արդեն կուսակցության կամ կուսակցության ունեցվածքի եւ փողերի հետ։ Այնպես որ եկեք կոտրենք ձեր հաղորդման պետ կարծրատիպը, որ ինչ որ մեկը կուսակցություն պահող է կամ եթե ինչ որ մեկը կուսակցության հիմնադիրն է կամ ղեկավարն է, ուրեմն իր անձնականի հետ եք։ Ոչ, դա էլ աշխատանքի մի տեսակ է։ Քանի անդամ ունի ձեր կուսակցությունը։ Ես շատ կուզեի, որ իմ աշխատանքի դիմաց ինձ վարձատրեին, ոչ թե ես անձնական միջոցներս ծախսեի այնտեղ։ Այնպես որ մի կապեք իրար հետ։ Կուսակցությունը պահելու համար վարկ կարելի է վերցնել բան։ Բրավո։ Ուր են գնում։ Նարնջի ծառերը աճեցված են գրեթե 0-ից։ Ընդ որում ոչ միայն սրանք, այլև այն ահռելի ծառը, որը դուք տեսել եք։ Գնանք դեպի ննջասենյակ։ Առաջարկում եմ ձեզ հյուրընկալվել Լևոն Ուրիխանյանի ապարտամենտում։ Գնացինք։ Ահա։ Շատ պատահաբար ստացվեց մի հետաքրքիր բան։ Սևանի ափին էինք, արևը մայր էր մտնում, բարձրացրեցի երեխային, պարզեցի ճիշտ է այս պատկերը, որ հիմա ֆիքսում եք դուք, ու ստացվեց այն լուսանկարը, այս լուսանկարը։ Շատ հետաքրքիր է դա։ Հետո ինձ մեղադրեցին պլագիատում, գեղարվեստական պլագիատ անելու մեջ։ Այս նկարին նայեք ու տեսեք։ Այսպիսի հետաքրքիր բան։ Լևոնն ունի արջուկների հավաքածու, որոնց ժառանգաբար երևում է մեր ընտանիքում հավաքածուներ սիրողներ մանկուց կան, եւ մի ուրեմն կենդանի, որը խորհրդային մուլտարտադրության մտքի արգասիկ է, դե չգիտեմ, արջերի շարքին դասենք թե ինչ, բայց նա էլ է Չիբուրաշկա։ Երբ Լևոնը բացակայում է իր առանձնասենյակից, իր փոխարինողը եւ անմիջական տեղակալը զբաղեցնում է իր տեղը, այ դեղին ցայտուն արտաքինով։ Այնպես որ
Իդեպ ես պիտի հետաքրքրվեմ, թե ինչ ներքնակի վրա է քնում, որովհետև պետք է քնել լավ ներքնակի վրա, որպեսզի առողջ լինել, իսկ լավ ներքնակ կարելի է գտնել Sleep Comfort խանութ սրահում, խանութը գտնվում է Արշակունյաց 17 հասցեում, այստեղ կարծում եմ կգտնեք ձեզ համար հարմար լավ ներքնակ, այնտեղ այս պահին գործում է զեղչերի ճկուն համակարգ, ես հիշեցնեմ հեռախոսահամարը 440502, իսկ այստեղ կարող եք ուսումնասիրել, թե ինչ առաջարկում Sleep Comfort-ը։ Ինձ համար շատ կարևոր ինֆորմացիա էր, բայց այդուհանդերձ խոստանում եմ, պաշտոնապես խոստանում եմ անպայման այցելել եւ ձեզ համար հարմար ներքնակ գնել։ ձեռք բերել։ Ավելացնելու բան կա, թե այսքանով սահմանափակվենք, կամ մի վայր, որ չգնացինք եւ ցույց չտվեցիք ինչ որ մի հետաքրքիր բան, որ պետք է ցույց տայեք մեզ։ Այո, Որն է։ գնանք։ Գնացինք։ Եվ այսպես Այսքանը այսքան։ ամեն ինչ ասվեց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր։ Մենք գնացինք, իսկ դուք ինչով եք զբաղվելու, պարոն Ուրիքանյան։ Հաչելի հյուրեր ճանապարհելը միշտ տխուր է, բայց ակնկալում եմ ձեզ նորից տեսնել մեր տանը։ Բերեք ձեզ հետ էլի լավ մարդկանց։ Մենք զբաղվելու ենք լավ մարդկանց որոնելով։ Շնորհակալություն։ Դες լավ երեկո։ Շնորհակալություն։ Տեսություն։ Ցտեսություն։ Пока. Ահա Տիգրան Ուրիխանյանն էլ բացահայտվեց մեր հաղորդման շրջանակներում։ Ես կարծում եմ, որ հետաքրքիր հաղորդում ստացվեց, չնայած այն հանգամանքին, որ կապ չունի ես ինչ հարց է տալիս, նա պատասխանում էր այն հարցին, որը կցանկանար լսել, ինչևէ հետաքրքիր էր։ Ձեզ հետ ինչպես միշտ Դավիթը եւ Սուրենն էր։ մնացեք խաղաղությամբ։